Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը հանդիսավոր նշում է գործունեության 35-ամյակը։ Կենտրոնի մայրաքաղաքում ու մարզերում գործող 148 մասնաճյուղում կրթություն է ստանում 960 երեխա։ Կենտրոնի գլխավոր նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների համընդհանուր ներառմանը, տաղանդի բացահայտմանն ու դրսևորմանը։ Այս գեղեցիկ դահլիճում հնարավորություն ունենք համախմբելու մեր բոլոր մարզային խմբակները, ցուցադրելու իրենց կարողությունները։ Մենք այսօր կունենանք ֆիլմի դիտում, որտեղ իրենց առօրյան ենք ներկայացրել, իրենց դժվարությունները, կենտրոնի անցած ճանապարհը։ Նաև ներկայացնում ենք իրենց ձեռքի աշխատանքները, ցուցադրելով, որ այո, իրենք իսկապես մրցունակ են եւ հենց աշխարհը գեղեցիկ է այս բազմազանությամբ։ Փոխնախարար Դանիելյանը շրջում է ցուցասրահներով, ծանոթանում երեխաների հետ, գնահատում նրանց ձեռագործ աշխատանքները։ Կենտրոնի սաների հետ զրույցը բաց ու անմիջական է։ Կատորիտակ պարտադիր դնում ենք սպունգ, որպեսզի այն չվնասի սեղանը կամ ենթադրենք օրինակ կարող ինչի վրա որ անում ենք ոչինչ չվնասի, ինչպես նաև ասեղը չչարտվի։ Հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ներառել եւ ապահովել այդ ներառականությունը, այսինքն ոչ թե նրանց անջատել, այլ հասարակության մեջ բերել արվեստի միջոցով, երաժշտության միջոցով եւ այլ ուրեմն գործիքակազմերով։ Կան ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, կա երեխաների հետ աշխատանք եւ բնականաբար այդ աշխատանքները ցուցադրվում են ինչ-որ մի պահի փառատոնի միջոցով, գալա համերգների կամ այլ ուրեմն ցուցահանդեսների միջոցով եւ այստեղ մենք կարծում ենք, որ համագործակցությունը նաև միջազգային նմանատիպ կառույցների հետ մեզ բերեց նրան, որ մենք հասկանում ենք, որ այս կառույցը այնքան է ուրեմն վերազինվել իր հմտություններով եւ այնքան ձեռքբերումներ ունի, որ կարող է դառնալ ուրեմն մշակույթի կրթության ասպարեզում ռեսուրս կենտրոն։ Կենտրոնի ղեկավարությունն ամենամեծ հաղթանակը համարում է այն, որ իրենց հաջողվել է սաներին հանրությանն ինտեգրել ոչ միայն ֆիզիկապես, այլև ստեղծագործական մտքով։ Տոնական երեկոն եզրափակվում է «Իմ գույնը կարևոր է» ֆոտոցուցահանդեսով։ Յուրա Վահանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։